Բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, տենց ոչ մի առանձնապես այլ արժանիք չունի, եւ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկը իր անունով է անվանակոչված։ Խոսքը Երևանի Ամիրյան փողոցի մասին է։ Երևանի ավականու նիստում երեքշաբթի ամենակննարկվող հարցերից մեկը Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանափոխելու նախագիծն էր։ Ավականու մեծամասնությունը, այդ թվում Հանրապետություն խմբակցությունը, բոյկոտեց Ամիրյան փողոցն անվանափոխելու նախագիծը։ Ամիրյան փողոցի անվանափոխումը պետք է լինի բոլոր խմբակցություններից հետ նախապես քննարկված կոնսենսուսային որոշում, ել չասեմ, որ ակտիվ քաղաքացի հարթակում 30 հավանությունից 5 բացասական է, 25 դրական, այսինքն ինքը բացարձակ հանրային քննարկման չի անցել։ Այս նախագիծը օրակարգ էր բերել ազգային առաջընթաց խմբակցությունից Հայկ Գրիգորյանը։ Խաչատրյանը քննադատեց ոչ միայն նախագիծը, այլ նախագիծ բերող ավականու անդամին։ Արևմտամետ խաղացող, բայց իրականում ռուսական օրակարգ սպասարկող Հայկ Գրիգորյանի սուտ գրառումը։ Այն Հայկ Գրիգորյանի, ով սուպեր արևմտամետ իրեն դրած, բայց իրականում սուպեր ռուսամետ սուպեր մամայի Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան։ Հանրային ձայն խմբակցությունից Վահան Ավագյանն էլ հիշեցրեց, ում սիրած կերպարն է Պապ Թագավորը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախ իրեն համեմատել Աստծո, Հիսուս Քրիստոսի եւ պատմական տարբեր կերպարների հետ։ Օրինակ 2024 թվականի մայիսին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հերթական համեմատությունն արեց, հայտարարելով այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ Թագավորի երազանքի իրագործումն է։ Պապ Թագավորը այլևս չի սպանվելու եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ երաշխավորում եմ սա, որ Պապ Թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղարել ուզում են բան անեն, հագնեն, քանի կիլոանոց, քանի ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Իդեպ Հայաստանի անկախանալուց հետո 1990-ական թվականներին Ամիրյան փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։ Իսկ ազգային առաջընթաց խմբակցության ավականու անդամ Պետրո Զարոկյանին բոլորովին այլ հարց էր հուզում։ Հիմա օրինակ Ամիրյանը, անգլերենով Ամիրյանը, հայերենով Ամիրյանը։ Պապ Թագավորը ինչ, Փափաքինգ եք ասելու անգլերենով, ասենք ինչ պիտի ասեք, մի քիչ հետի շփոթից։ Հաջորդ աղմուկոտ հարցերը կապված էին քանդված փողոցների եւ դանակահարված վարորդի հետ։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն Իսակովի պողոտայի ասֆալտապատումը ձախողում որակեց, նշելով, որ առաջին իսկ անձրևից հետո ճանապարհահատվածը վերածվել է լճի։ Ես ժողովրդի խոսքից մատ ծափ տամ ձեզ ու շնորհավոր եմ։ ԿՊԱ-ականներին շնորհավորում էին ձեզ էլ, պարոն Փամբուխյան։ Իսակովյան լճի կապակցությամբ։ Այդ որ Իսակովի փողոցը փագեցիք, սարքում եք, մի հատ անձև եկավ, լիճ դառավ այդտեղ։ Այդ լճի բացման կապակցությամբ դե շնորհավորում են։ Կմտնեք իմ TikTok-ի մեջ, այդ լճերը կտեսնեք։ Բալավ այդ ճանապարհը որ սարքում եք, չեք գիտակցում, որ դա ջրահեռացում պետք է լինի առաջինը։ Բանավեճի ընթացքում Մանուկյանը հրապարակային մարտահրավեր նետեց քաղաքապետին, առաջարկելով միասին դուրս գալ փողոց եւ տեսնել, թե ինչպես են քաղաքացիները ընդունում նրանց։ Հենց հիմա ասում եմ, վաղը չեն մյուս օրը ժամը 12-ին Մալայսիայի Անդրանիկի արձանի մոտ սպասում եմ։ Ուրեմն ես ֆիքսեցի, ասել եք մարտահրավերը ընդունված է, overը չի եկել։ Всё, ժամը 12-ին սպասելու եմ։ Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ միջազգային միջոցառումների շրջանակում քաղաքապարտավոր է պատշաճ ընդունել հյուրերին եւ այդ նպատակով որոշ փողոցներում ասֆալտապատման աշխատանքները ֆինանսավորվում են կառավարության կողմից։ Նա նաեւ վստահեցրեց, որ մյուս թաղամասերը չեն անտեսվում։ Հիմա ես այդ եվրոպացիներին գնամ այրոպորտ ասեմ ձեր ջանին ղուրբան, եկեք մի հատ հաղթանակով, մասիվով, սենց ֆռացեք, մի հատ սենց ֆռացեք, որ այդ ճամփեքն է սարքեն։ Հա բալա նորմալ չէ դի ժողովուրդ, հասկանում եք։ Պրոստը նորմալ չէ, աննորմալ է, երբ որ դուք որոշում եք, որ պետք է եվրոպացիների մոտ ցույց տաք, որ մեր ասֆալտը լավն է։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ավտոբուսի վարորդի դանակահարությանը նշեց, որ վարորդի հետ ամեն ինչ նորմալ է, նա տանն է։ Նիստի ժամանակ Ավինյանն էլ կատարվածի համար մեղադրեց բոյկոտի կոչ անողներին։ Ես ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ-թփուկ, ասում եմ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Վերջում Ավինյանը հավելեց, որ ուղևորց պահանջելը վարորդի պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։